մի թուրք գրում է, որ մենք հայերից շատ բան սովորեցինք։ Մենք կարգին տուն կառուցել չգիտեինք, հիմա գիտենք, սովորեցինք նրանցից, թատրոնից տեղեկություն չունեինք, կրթության ձգտում չունեինք, նրանք մեզ սովորեցրին, բայց էլի այդ նույն թեստում գրում էր, որ Կոմիտասը դա հայ չի, դա թուրք է, ասում է մենք նրան, նա թուրքերեն է գրել, թուրքերեն է գրել, հայերեն է գրել, վրացերեն է գրել, ասում է նա կանչում էինք մեր տուն, նա թուրքերեն բոլոր երկերը երկում էր մեզ համար, ասում է նրա ծնողները հայերեն էլ չէին խոսում, ճիշտ է, դուք չեք թույլ տվել, որ նրանք հայերեն խոսեն, դրա համար չեն խոսել։ Անցյալի ու ներկայի ապրումներից անմարելի վշտով նրա կապույտ աչքերը պարբերաբար արցունքոտվում էին։ Անբարեհաճ ճակատագիրն անջնջելի քարտեզ է ուրվագծել այս կնոջ դեմքին։ Ակամայից քեզ մեղավոր ես զգում, որ ստիպված եղար խնդրել նրան կրկին վերապրել 20-րդ դարասկզբին մարդկության հանդեպ գործած ամենամեծ հանցանքը։ Այդ մասին խոսելը նույնն է, ինչ տեսնելն ու ապրելը, խոստովանում է նա։ Նոյեմբերի 26-ին Հեղինե Աբրահամյանը կնշի իր 100-ամյա հոբելյանը։ Մեկ դարյա բարձունքից Եղեռն տեսած վերջին մոհիկաններից մեկը համոզված է, որ այս պատմության չկրկնվելու միակ գրավականը զգուշավորության, ավագներին լսելու ու լավատեսության մեջ է։ Հիմա ժողովուրդը ինքն է փորձ ունի, մենակ ես չեմ, ավելի մեծերը կան, թող մեծերին լսեն։ Զգուշ լինեն, ահա որ զգուշություն հարկավոր է թուրքի հետ, որովհետև նա մի րոպեում կարող է սա շուռ տալ էսպես։ Հայը միշտ ուզում է հույսի մի ծույլը, մի կտորը պահել, ուզում է հույս ունենալ, հուսանք, որ լավ կլինի։